Կրեմլում տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Պուտինը նշել է, որ երկկողմ առևտրաշրջանառությունը 2024-ին հասել է ռեկորդային 11.7 միլիարդ դոլարի, իսկ Ռոսատոմը շարունակում է աշխատել հայկական ԱԵԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգելու ուղղությամբ։ Փաշինյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանը մտադիր է ԱԵԿ-ը շահագործել մինչև 2036 թվականն, նաև ուսումնասիրում է փոքր մոդուլային ռեակտորների նախագծեր։ Նա վստահություն է հայտնել, որ առևտրի ոլորտում անկումը կհաղթահարվի։ Վարչապետը նաև մասնակցել է համաշխարհային ատոմային շաբաթ համաժողովին, որտեղ ներկա են եղել մի շարք երկրների ղեկավարներ եւ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսի եւ Մալթայի փոխվարչապետ արտաքին գործերի եւ туриզմի նախարար Իեն Բորջի հետ։ Այս մասին հայտնում են արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։ Զինապահ զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամը Հայաստանի պաշտպանության նախարարության հետ համատեղ կյանքի է կոչել զինապահի շահառու զոհված զինծառայողների ճանաչման եւ հարգանքի տուրքի մատուցման նախաձեռնությունը հիշում ենք խորագրով ի նշան հարգանքի, գնահատանքի եւ ազգովի մեր երախտագիտության այն զինծառայողներին, որոնք իրենց ամենաթանկը կյանքը զոհաբերեցին մեր հայրենիքի համար։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թույլ չի տա Իսրայելին բռնակցել օկուպացված արևմտյան ափը, մերժելով Իսրայելի որոշ ծայրահեղ աջ քաղաքական գործիչների կոչերը, որոնք ցանկանում են ընդլայնել իշխանությունը այդ տարածքի նկատմամբ եւ դրանով անհատ դարձնել Պաղեստին պետության ստեղծումը։ Նեթանյահուն զգալի ճնշման է ենթարկվում իր իշխող կոալիցիայի մաս կազմող ծայրահեղ աջ խմբակցությունների կողմից արևմտյան ափը անեքսիայի ենթարկելու հարցում։